Հարգելի գործընկերներ, խնդրում եմ իմ ժամանակը տվեք ինձ, այդ վախի հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ կան նաև քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն այդ պատճառով չմասնակցեցին, այլ սեփական նկատառումներով չմասնակցեցին, ինչևէ մեծարգո խորհրդարանական գործընկերներ, Լեոնարդո դա Վինչին բացի որ քանդակագործում էր, նկարում էր եւ գծագրում, նաև այսպիսի մի միտք է արտահայտել հիմարների միջավայրում կա աղանդավորների մի տեսակ, որոնց փարիսեցիներ են ասում։ Իրենք անընդմեջ սովորում են խաբել իրենց եւ ուրիշներին, ավելի շատ ուրիշներին, բայց վերջին հաշվով իրենց են իրականում միմիայն խաբում։ Հիմա սա ինչու եմ ասում, որովհետեւ հերթական անգամ բանում գործս թողած ստիպված եմ ժամանակ տրամադրել ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ հասկացնել, ինչ-որ բաներ ակնարկել, բայց ոնց հասկանում եմ, դե մակարդակի ինտելեկտի տարբերություն կա, կարող է այդպես էլ չստացվի։ Երիթ-թևի դափնիներին հավակնող որոշ մեր տարեց գործընկերներին, որոնք փորձում են մեզ որակավորել, խնդրանք ունեմ, գործով զբաղվեք, էլի։ Բայց ես պետք է, որ արջի ծառայություններ եք մատուցում։ Հետո անիմաստ տեղը պատմությունների մեջ ընկնում, խորհուրդներ եք տալիս, այդ խորհուրդների հետ կապված sense դեմքի արտահայտություններ եմ հիշում, որոնք հենց առաջացնում են հանրային ագրեսիա, մարդիկ կոպեկներով գումար են մեկ տեղում, գնում են դեղատուն դեղ են առնում, դուք տենց խորհուրդներ եք տալիս, հյուսիսային պողոտա դուրս եկեք, մուրացկանների մոտ խորհուրդներ տվեք, անիմաստ միավորներ չակերտների մեջ վաստակելու փորձերի տեղը ուղղակի վատամարդ չեք դուրս գա։ Ու մի խորհուրդ էլ ես ունեմ, Էպիկուրի Դեմոկրիտի բնափիլիսոփայությունը որ կարդաք, sense լավ օգնում է կողմնորոշվել։ Էս էր ասելիքս, հասկանում եմ, որ հասկանում են միայն նրանք, ում որ ասում էի, ինչ որ ասում էի։ Սամվել Ֆարմանյան, համեցեք։